Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ողջունում եմ սիրելի հայ ժողովուրդ, նախքան ելույթս ուզում եմ շատ հակիրճ ներկայանամ մեր ժողովրդի առջև, Հարությունյան ներողություն, ես տեղեկացնեմ, որ հաջորդը Տիգրան Աբրահամյանն է, կարող է նախապատրաստել, շարունակի։ Շատ լավ։ Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, ով սկզբնապես աշխատել եմ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, այնուհետև շուրջ 15 տարի է, ինչ զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ։ Որպես հասարակ հայ մահկանացու նախքան ելույթը սկսելը ուզում եմ հստակ նշել, որ այսօր մեր հայոց պատմության, մեր հայ ժողովրդի պատմության ինձ համար ամենաամոթալի, ամենախորհրդավոր արժեքները խախտող օրերից մեկն է, որովհետև, ինչպես տեղյակ եք, եւ մեր խմբակցության անդամները նաեւ այդ պատճառով է, որ այս պահին դահլիճում չեն, Էջմիածնի նստավայրում Արմավիրի մարզի դատարանի պետք է տեղի ունենա ամենայն հայոց կաթողիկոսի եւ բարձր հոգեվորականների աննախադեպ դատավարությունը։ Ես մանկուց իմ ծնողների կողմից միշտ դաստիարակվել եմ որպես հավատացյալ հայ, ով շատ լավ տիրապետում է, որ հայոց պատմության տարբեր, նույնիսկ ամենաբարդ ժամանակահատվածում, երբ մենք պետություն չենք ունեցել, միայն եկեղեցու շնորհիվ է, որ կարողացել ենք գոյատևել եւ մեր կյանքը, պատմությունը, պատմական հիշողությունը տեղափոխել հասցնել այսօր։ Եկեղեցու դեմ իշխանության կողմից մղվող պայքարը ինձ համար նույնն է, ինչ փորձեն մեզ զրկել մեր պատմական հիշողությունից, փորձեն մեզ զրկել երազելու հատկությունից, մեր պատմությանը նայելու հատկությունից, Արարատ անունը արտաբերելու հատկությունից, ինչը անթույլատրելի է։ Եվ վստահ եմ, որ այստեղ իշխող խմբակցության մեջ նստած անձանցից շատերը իրենց մեջ չեն կիսում իշխանության վարած այսօրվա քաղաքականությունը։ Այսօրվա մեր հարգելի նախագահ, խնդրում եմ լռությունը ապահովեք, խանգարում են։ Այսօր, ինչպես գիտեք, մեր օրակարգային հարցը պարոն Վարդևանյանի ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրելու հարցն է։ Արամ Վարդևանյանը փաստաբանական շրջանակում, փաստաբանական համայնքում, առհասարակ դատական իշխանությունում եւ մեր հասարակության մի լայն ստվար հատվածում լուրջ պրոֆեսիոնալ, մասնագիտական եւ մարդկային մեծ հարգանք վայելող անձ է։ Երկար բառեր չեմ ուզում շռայլած լինեմ պարոն Վարդևանյանին, բայց մի բան ակնհայտ է եւ միանշանակ, որ վերջինիս կողմից ցանկացած պաշտոնի զբաղեցումը կլինի ազգային ժողովում, թե վաղը միսօր իշխանափոխությունից հետո պետական համակարգում, միայն պատիվ եւ շատ դրական պահեր է բերելու համակարգի համար։ Հարգելի գործընկերներ, քանի որ իմ նախկին գործունեության բերումով առավելապես իմ մասնագիտական գործունեությունը իրականացրել եմ դատարաններում, թույլ տվեք որոշակի կարծիքներ կիսվել դատական համայնքի եւ իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ցուցաբերած մոտեցման հետ։ Իդեպ, պարոն Ռուբինյան, ես ի տարբերություն նախկին նիստերի, որը տեղի են ունեցել դատական նիստերի դահլիճում, ես հասկացա, որ թիվ 1 ամբիոնում ամեն դեպքում արգելված չի ու կարծեք շատերը օգտագործում են հենց այն հանգամանքը, որ այս ամբիոնից կարելի է երբ ինչ հարցով ուզեն կարծիք հայտնեն, դիրքորոշում հայտնեն, հայտարարություն անեն, այլ կերպ ասած դա նույնը կլիներ, որ մենք պարոն Բագրատյան գնայինք մեկի գործով դատական նիստի, բայց այլ անձի դատական գործից խոսեինք։ Մոտարապես այս պատկերն է, միգուցե պատկերս նախնական է, սկզբնական է, դեռ չեմ բանան, բայց ամեն դեպքում ունեմ այդ տպավորությունը։ Հարգելի գործընկերներ, 2017 թվականներ նախքան քաղաքացիական պայմանագրի կողմից իշխանափոխություն անելը։ Ես հիշում եմ մեր հարգարժան գործընկերներից մեկը դիմելով այդ ժամանակ իշխող Հանրապետական կուսակցությանը միշտ մի հստակ միտք էր ասում էր մի թույլատրեք փաստաբանական համայնքը, մի թույլատրեք դատական համայնքը, որտեվ առաջին այդ համայնքը ձեզ է պետք գալու։ Հիմա ես վստահորեն
ով 2011 թվականից է փաստաբանությամբ զբաղվում, դրա համար այդ տարեթվից սկսած մինչև այսօրը կարող եմ ներկայացնել, միանշանակ կարող եմ պնդել, որ 2018 թվականից այս կողմ դատական համայնքը դարձավ դատական իշխանությունը առավել խոցելի։ Եվ եթե երեք պարոն Աղաջանյանը ու նաև նախորդի օրը գործընկերներից մեկը քաղաքացիական պայմանագրի որպես տենց դրական փաստարկ ներկայացնում էր այն, որ քաղաքացիական պայմանագրի օրոք փաստաբանների գործերը լավացավ, այո, փաստաբանների գործերը շատացավ եւ բնականաբար որքան շատ գործ, այնքան առավել շատ գումար վաստակելու հնարավորություն։ Բայց ցավով պետք է արձանագրեմ, որ այդ գործերը շատացան ամենաթիվ 1 այն պատճառով, որ քաղաքական հետապնդումները եւ ապօրինի հայցերի քանակը եւ շղթան ավելացավ։ Անդադար խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների մասին, որպես առաջիններից այն փաստաբանների, ովքեր ներգրաված է եղել այդ գործերով, կարող եմ միանշանակ պնդել, թե ինչու են ապօրինի գույքի բռնագանձման գործերով միշտ հայցագինը տենց շատ վառ ու մեծ թիվ։ Շատ բարձ պատճառով, որովհետև դատախազությունը ազատված է օրենքով սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից։ Այն հայցերը, որտեղ գրում են օրինակ 400 միլիոն, թե 5 միլիարդ, դա նույնն է։ Ոչ պարտվելու դեպքում է պետությունը իդեմս դատախազության պետական տուրքի ծանրաբեռնվածություն ունենում, ոչ էլ հայց ներկայացնելուց։ Բնականաբար իմ ասածը խնդրում եմ չնույնացնել, որ այդ հայցերը բոլորն ապօրինի են, բոլոր հայցերը զուտ որոշակի այլ նպատակներից ելնելով են հարուցվել։ Բնավ ոչ, բայց հաշվարկը հայցերի ամեն դեպքում իմ ունեցած տեղեկություններով, որը քիչ չէ, հիմնականում ուռճացված թվեր են ուղղակի, որ այս քաղաքական ֆոնի տակ ցույց տան, որ այսինչ նախկին պաշտոնյա անձի կամ մերձավոր փոխկապակցված անձանց դեմ ներկայացվել այսպիսի մեծ ծավալով հայցադիմում։ Հարգելի գործընկերներ, ես խնդրանք նաև կոչով եմ դիմում ձեզ որպես իշխող քաղաքական ուժ։ Օրինակ ինձ համար շատ ամոթալի է, երբ օրինակ դատական իշխանության տոնի օրը պետական պաշտոնատար անձանցից որևէ մեկը ներկա լինելով միջոցառմանը զերծ է մնում որևէ դատավորի հասցեին կամ որոշակի դատավորների հասցեին մի հատ դրական շնորհավորական խոսք ասելուց կամ օրինակ որևէ պարգև տալուց։ Ի հակառակ նրա, որ գիտեք, բոլոր ծառայություններում օրինակ նույնիսկ հարկային ծառայություն, մաքսային ծառայություն տոները անցնում են շատ ավելի մեծ շուկով, պարգևներով, պետության գնահատանքով։ Այսօրվա իրավիճակում ցավոք հասունացել է այնպիսի պահ, որ երբ անձի մասով որևէ process է լինում քրեական, արդեն չեն հարցնում է մեղավոր է թե անմեղ, ասում են որ քաղաքական ուժին է հարում։ Սա մեր դատական իշխանության կործանումն է։ Հարգելի գործընկերներ, նաև շատ կարևոր այլ հարցով կուզեմ ձեր ուշադրությունը հրավիրել, դատարանում աշխատող աշխատակազմերի, աշխատավարձերի ու ծանրաբեռնվածության մասով։ Բոլորիդ հայտնի է կարծում եմ, որ դատարանում դատական կարգադրիչներից սկսած մինչև դատավորին կապակցված, փոխկապակցված աշխատակիցները, օգնական, գործավար, աշխատակազմ, գրասենյակ, բոլորը ստանում են ինչ-որ խորհրդանշական աշխատավարձներ ի համեմատություն պետական այլ ապարատի աշխատակիցների։ Եվ դա մեր համար շատ ցավալի փաստ է։ Օրինակ ես որպես իրավաբան կուզեի, որ իմ համար իրավունքի պիկը, մասնագիտության պիկը լիներ դատավոր դառնալը։ Այնինչ այսօր երկրում ու ի մեղավորություն ձեր քաղաքական իշխանության եկել է այնպիսի իրավիճակ, երբ դատավոր դառնալը նույնիսկ ցանկալի չէ։ Ու պարոն Հարությունյան, քանի որ դուք եղել եք կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարը, նույնիսկ ասեմ, վարչապետի ներողություն, ինչ ինչ ներողություն, անվանումը շփոթեցի, նույնիսկ տենց հումոր էր տարածված Կարեն Անդրեասյանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ եղած ժամանակ, երբ ասում էին ով բարձրագույն դատական խորհրդի դիմաց մի փոքր երկար է կանգնում, ներսից գալի ասում են կարող է ուզում ես դատավոր դառնաս։
Սա պատկերն է ձեր վարած սխալ ու տապալված քաղաքականության։